Ողջույն հարգելի հայրենակիցներ, ո՞նց եք, պինդ եք, Ժորժ ջան, ամեն անգամ երբ որ այսպես պայքարող, սկզբունքային, հայրենասեր տեսակը տեսնում եմ, հասկանում եմ, որ այս ոչնչություններին դուք չեք կարող պարտվել, հասկանում եմ, որ Ալիևը և Նիկոլը չեն կարող այս տեսակին ծնկի բերել ու այս ժամանակավոր ու այս պարտությունը ժամանակավոր է ու վերականգնվելու ենք, համաձայն եք, ապրեք, նախ խոսքս ուղղում եմ ուժային կառույցներին, դատախազություն, ոստիկանություն, քննչական և ազգային անվտանգության ծառայություն, նախ ես ձեր թափ տպուկներին տիրություն արեք մեկ և երկրորդը, դուք շարունակում եք Նիկոլ Փաշինյանի ձեռքին մնալ գործիք, նպաստել, որ ինքը ամեն օր մեր երկրում տապալի երկրի սահմանադրական կարգը, դուք մեղսակից եք դառնում նրա հանցագործություններին, հետևաբար մնացեք օրենքի շրջանակում, հունիսի 7-ից հետո կյանք կա և դուք ևս պատասխան եք տալու, Սիրելի հայրենակիցներ, այս իշխանությունը մի հարց ունի լուծելու։ Ժորժ ջան, մի հատ ուշադրություն այս կողմելի կենտրոնացեք ու բաց թողեք, այդ մեկ, երկու սադրիչներ, Նիկոլը սադրիչ է, իրան օգտողները սադրիչ են, ուշադրություն մի դարձրեք դες բաներին։ Ավելի կարևոր բանի մասին պետք է խոսենք։ Այս մարդը հիմա էլ զորավարժություն է անում։ Ինչ է անում այս զորավարժությունը։ Դա չի անում երկրի բանակի մարտունակությունը բարձրացնելու, ժողովրդի ոգին բարձրացնելու, այն մարդ, ով հայտարարում է, ես ընտրվում եմ Հայաստանից տարածքներ հանձնեմ Ադրբեջանին, դրանց համար զորավարժությունը ինչ նպատակ ունի, որ ձեզ կրկին խաբեն, թե իբր դուք պաշտպանված եք, ոնց որ սու 30-ներն էին ցույց տալի, ոնց որ ասում են ձեր օդային պաշտպանությունը ապահովված է, որ շարունակեն հանձնել։ Ժորժ, Նիկոլ Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին, այսօրվա գենշտաբի պետին, ՆԱՏՕ-ի միացյալ զորքերը, եթե 10-24 ժամ հետո կապիտուլյացիան պատրաստ ալնելու։ Զորահանդես են անում, հետո էլ ասում են տեխնիկան թողելու են հրապարակում, որ ժողովուրդը նկարվի, Ժորժ ջան, այս ամեն ինչը նկարվելու համար է, որ ձեզ կրկին խաբեն ու տանեն դեպի Մավան բերան։ Էսա իրականությունը։ Հաջորդը, Նիկոլը ասում է, ես երաշխավորում եմ, որ Հայաստանում ադրբեջանցի չի ապրելու։ Լսի տղա ջան, քու երաշխավորությունը գրոշի արժեք չունի։ Դու ասում ես երաշխավորում եմ, որ Արցախը Հայաստանա և վերջ։ Հանձնեցիր թուրքերին։ Դու սահմանադրության վրա երդում ես տվել, երաշխավորել ես, որ պաշտպանելու ես Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Այսօր շուրջ 200 կիլոմետր քառակուսի հանձնել ես Ադրբեջանին։ Հետևաբար դու ոչ մեկ ես ու քու երաշխավորությունն էլ զրո։ Այսօր ես հերոսը նաև ասել է, ճակերտներով հերոս, ինքը չարիք է, ասել է, որ ես ժողովրդի ծառան եմ, եթե ժողովուրդը ուզի, ես գնալու եմ, նախ Նիկոլ, դու Ալիևի ծառան ես, ոչ թե ժողովրդի, երկրորդը, ժողովուրդը քեզանից զզվում է ու ասում է գնա, ոչ միայն գնա, այլ ռադդ քաշի, Այսօր նաև Ժորժ ջան ասել է, որ եթե 300-ից 500 հազար մարդ հավաքվի, ես կգնամ։ Նախ, այս ամբողջ ընթացքում տարբեր շարժումների ժամանակ տասնյակ հազար մարդիկ հավաքվել են, դու կրակել ես ժողովրդի վրա։ Դիմադրության շարժման ժամանակ, սրբազան շարժման ժամանակ,
շարունակ ձերբակալություններ ու սրիկայություններ։ Իսկ մի ժողովուրդը դուրս եկել է։ Բայց հիմա ես եմ ուրիշ պայման առաջարկում։ Կարող ես 24 ժամ Դատախազյանը ուժային կառույցներին ասա, որ ապօրինություններ չանեն, ասա, որ մարդկանց չհալածեն, չբռնեն, չձայնագրեն, գործ չսարքեն մարդկանց գլխին, տեսնեմ քանի ժամ կդիմանաս, այսինքն լինեն օրինականության պայմաններում, տեսնեմ քանի ժամ դու կարողանաս դիմանաս, այս մեկ առաջարկ, երկրորդը, մի շաբաթ ժամանակ ունես, կարող ես 150,000 մարդ հավաքես և ցույց տաս, որ դու ունես լեգիտիմ իշխանություն, եթե պայմանը մարդ հավաքելն է, ուրեմն ժամանակդ գնաց, դե գնա ու 150,000 մարդ հավաքի մեկ շաբաթվա ընթացքում, չի կարա, չէ ժողովուրդ, իհարկե չի կարա, ժողովուրդ ջան, ընտրությունը շատ պարզ է, այս ընտրությունը անձերի միջև չի, այս ընտրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այս ընտրությունը Ալիևի երկու զավակների և ազգային ուժերի միջև է, հայ ժողովուրդը այլ ընտրանք չունի, պետք է ընտրի Հայաստանը և Հայաստան դաշինքը։